2025 թվականին Հայաստանի բյուջեի կատարողականում նշանակալից դրական իրադարձություններ են տեղի ունեցել։ 2025-ի ամփոփիչ ասուլիսին հայտնեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, նշելով, որ 2024 թվականի համեմատ նախորդ տարի 306 միլիարդ դրամից ավելի եկամուտներ են գրանցվել, միաժամանակ ծախսերի կատարողականը գերազանցել է 350 միլիարդ դրամը։ Ըստ նրա, կառավարությունը շարունակել է կապիտալ ծախսերի քաղաքականությունը, հասցնելով 151 միլիարդ դրամի։ Կապիտալ ծախսերի հիմնական մասը 86 միլիարդ դրամ ուղղվել է Պաշտպանության նախարարությանը, որի բյուջեն նախորդ տարիների համեմատ կազմել է 419 միլիարդ դրամ կամ 1 միլիարդ դոլարից ավելի։ Նախարարը առանձնացրեց նաև կապիտալ ծախսերի այն հատվածը, որոնք չեն ներառում ՊՆ-ն եւ միջազգային կառույցներին հատկացվող միջոցները։ Այստեղ նույնպես տոկոսային ցուցանիշի նկատելի բարձրացում ունենք, ասաց նա։ 81.7%-ով ավել ենք ծախսել կամ 70 միլիարդ դրամով ավելին ենք ծախսել։ Այստեղ բնականաբար ամենազգալի ազդեցությունը ունի դպրոցաշինության մեր ծրագիրը, որտեղ բավականին մեծ աշխատանքներ ենք իրականացնում, բավական լայն թափով, եւ շատ ուրախ եմ, որ շինարարական ոլորտը կարողացել է արձագանքնել մեր պահանջարկի այսպիսի մեծ ավելացմանը եւ ապահովել այսպիսի կատարողական։ Ֆինանսների նախարարը ձեռքբերումներից առանձնացրեց անշեղորեն դրական աճ ունեցող հնայի մակարդակը, ընդգծելով, որ նախնական տվյալներով 2025-ին ունեցել ենք 5.5-ից մինչև 6% տնտեսական աճ, իսկ գնաճը եղել է թիրախին համապատասխան 3.3%-ի շրջանակներում։ Հարկ էր հնա համամասնությունը նույնպես դրական արդյունքներ է արձանագրել, հավելեց Հովհաննիսյանը, որի արդյունքում այդ ցուցանիշը բարձրացել է 1%-ային կետով, կազմելով 24.5%, ինչն հնարավորություն է տալիս ենթադրել, որ կառավարության 2021-2026 թվականների խոստացած ցուցանիշը արդեն այս տարի կարող են ապահովել։ Խոսելով կառավարության պարտքի մասին, վերջինս ընդգծեց, որ այստեղ եւս թվային համամասնությամբ սպասված արդյունք է արձանագրվել։ 2025 թվականի վերջին կանցնի 50%-ից, ես խոսեմ կառավարության պարտքի մասին, ապա ամենայն հավանականությամբ մեր հաշվարկներով կառավարության պարտքը մոտ կլինի 48.7%-ի, հիշեցնեմ, որ անցած տարվա 24 թվականի ավարտով կառավարության պարտքը 48% էր։ Ֆինանսների նախարարը իր ասուլիսում անդրադարձ կատարեց նաև հանրային հնչեղություն ստացած պարգևավճարների թեմային, որոնք բաշխվել են բարձրաստիճան պաշտոնյաներին։ Նրա խոսքով մի քանի տարի շարունակ աշխատավարձի բարձրացում տեղի չէր ունեցել, սակայն լավագույն մասնագետներին պետական ոլորտում աշխատելու համար պետք է շահագրգռել, այսինքն բարձր աշխատավարձեր սահմանել։ Նախարարի ներկայացմամբ այս պարգևավճարները պիլոտային ծրագրի մաս են կազմել եւ բաշխումը տեղի ունեցել տվյալ պաշտոնյայի կամ ոլորտային աշխատողի կատարողականի հիման վրա։ Իհարկե պիլոտային ծրագրում կան թերացումներ, որոնք շտկելու անհրաժեշտություն ունեն, շարունակեց Հովհաննիսյանը, վստահեցնելով, որ այնուամենայնիվ բարձր պատասխանատվություն կրող պաշտոնյաների աշխատավարձի բարձրացումը ժողովրդավար երկրներում, ինչպիսին Հայաստանն է, հանրության կողմից պետք է ընդունելի լինի։ Պետական բարձրաստիճան պաշտոնյաները, ովքեր բավականին լարված եւ ստրեսային աշխատանքով են զբաղված, առնվազն պետք է որոշակի սոցիալական խնդիրների մասին ամեն օր չմտածեն, որպեսզի կարողանան կենտրոնանալ իրենց աշխատանքը կատարելության հասցնելու այս մեր հանձնառությանը։ Եվ իմ մոտեցումը այս հարցին այդպիսին է, որ այո, դա ցավոտ է, այո, դա կարելի է շահարկել, բայց թափանցիկությունը եւ հաշվետվողականությունը այն քաղաքականությունն է, որը մենք որդեգրել ենք, եւ այդ ցավոտ շահարկման գնով նույնիսկ պետքա գնանք այս ճանապարհին։ Իհարկե իրար հետ միասին պետքա գտնենք, իհարկե, թե որն է այն վարձատրությունը, որը պետքա ստանա օրինակ նախարարը, որը Հայաստանի Հանրապետության համար կլինի արդարացի։ Խոսելով նաև Հայաստան-Թուրքիա եւ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման մասին, Հովհաննիսյանը նկատեց, որ ապաշրջափակումը միանշանակ նոր հորիզոններ է բացելու Հայաստանի համար, քանի որ միջազգային ներգրավվածությունը հայկական շուկայում շատ կարևոր է։ Ինքս կարծում եմ, որ Հայաստանը ներդրումային առումով բավականին հետաքրքիր տեղ է դառնում եւ կդառնա
Դրա օրինակներից մեկը նաև Firebird ծրագիրն է, որը իրականացվում է Հայաստանում, տարածաշրջանում նման բան չկա, սա շատ խոշոր ներդրումային ծրագիր է։ Ամփոփելով իր խոսքը նախարարը հավաստեց, որ Հայաստանի Հանրապետության զարգացումը շատ կայուն եւ հաստատուն է, ինչի վառ ապացույցն էլ ֆինանսական ցուցանիշներն են։